Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարատև խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ Իլհամ Ալիևին հղած ուղերձում նշել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը։ Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասի հետագա բարգավաճմանը, ինչպես նաև նոր հնարավորություններ կստեղծի Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար։ Այժմ խաղաղության հասնելու եւ Հարավային Կովկասի ժողովուրդների բարօրությունն ապահովելու ճիշտ ժամանակն է, նշված է Դոնալդ Տրամպի ուղերձում, որի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։ Միացյալ Նահանգներն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը, նշված է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Ադրբեջանի անկախության օրվա առթիվ հրապարակված ուղերձում։ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղված ջանքերին, որոնք խիստ կարեւոր են Հարավային Կովկասի բարօրության համար։ Մենք ողջունում ենք այս տարի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, նշել է Ռուբիոն։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները ընդունում է նաեւ Ադրբեջանի որպես էներգակիրների մատակարարի եւ տրանսպորտային հանգույցի կարեւորության աճը։ Լաչինում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի ղեկավարների գագաթնաժողովը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր բացման խոսքում մեկ անգամ եւս երախտագիտություն է հայտնել Անկարային եւ Իսլամաբադին 44-օրյա հայրենական պատերազմի ընթացքում Ադրբեջանին ցուցաբերած քաղաքական ու բարոյական աջակցության համար։ Ալիևը հատուկ ընդգծել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի միջև ռազմական համագործակցության կարեւորությունը։ Պաշտպանական ոլորտում իրականացվող համատեղ քայլերը մեր գործընկերության կարևորագույն ուղղություններից մեկն է։ Համատեղ զորավարժությունները եւ ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող նախագծերն ամրապնդել են մեր բանակի ներուժը, հայտարարել է Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահի խոսքով երեք երկրների ռազմական համագործակցությունը ամրապնդում է խաղաղությունն ու կայունությունը շատ մեծ աշխարհագրական տարածքում։ Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը եղբայրական երկրներ են ընդհանուր գաղափարներով։ Մենք աջակցում ենք ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված յուրաքանչյուր քայլի։ Այս մասին Լաչինում կայացած Երակոմ գագաթնաժողովում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այսօր առավոտյան բացված Լաչինի միջազգային օդանավակայանը կնպաստի տարածաշրջանի զարգացմանն ու աշխարհի հետ ինտեգրմանը։ Ցանկանում ենք, որ այս տարածաշրջանը 30-ամյա օկուպացիայից ազատագրումից հետո դառնա կայունության եւ զարգացման կենտրոն, ասել է Էրդողանը։ Երևանն ու Բաքուն երկում խորհրդակցություններ են անցկացնում խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների շուրջ համաձայնության գալու համար, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում են հայկական զանգվածային լրատվամիջոցները։ Ակտիվ երկխոսություն է վարվում նաև Թուրքիայի հետ, ասել է Հայաստանի վարչապետը, ելույթ ունենալով Սարդարապատում առաջին հանրապետության օրվա կապակցությամբ։ Սահմանազատմամբ մենք նույնպես ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը եւ նվազեցնում, չեզոքացնում ենք խոցելիությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Սահմանազատման գործընթացը շարունակվելու է Վրաստանի սահմանի անկյունից մինչև Իրանի սահմանի անկյունը։ Ես հուսով եմ, որ կանոնակարգի համապատասխան կիրականացվի եւ կանոնակարգը, քանի որ ամբողջությամբ նկարագրվել է գործընթացը։ Չեմ կարծում, որ վտանգներ կան, ասել է նա։ Լաչինի շրջանի Բեյլիկ գյուղ է մեկնել նախկին ներքին տեղահանվածների եւս մեկ խումբ։ Այս փուլում իրենց հայրենի գյուղ է մեկնել 163 մարդ, 41 ընտանիք։ Նախկինում նրանք ժամանակավորապես բնակություն էին հաստատել հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ եւ վարչական շենքերում։ Սակայն հայրենական պատերազմում ադրբեջանական բանակի տարած փայլուն հաղթանակի արդյունքում նախկին ներքին տեղահանվածները հնարավորություն ունեն 30 տարի անց կամավոր անվտանգ եւ արժանապատվորեն վերադառնալ հայրենիք։ Ներկայումս Ղարաբաղում եւ Արևելյան Զանգիզուրում բնակվում է ավելի քան 43,000 մարդ։
Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@arm.mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@arm.mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։